Խնդրեմ Տիկին Ղազարյան, սկսեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, բավականին քննարկվող նախագիծ եմ ներկայացնում, որ ըստ առաջարկում է նախագծերի փաթեթով առաջարկում է ընտրությունների եւ հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաեւ քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդ օրի 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավել օր գտնվելու պահանջը, բացառություն սահմանելով այն դեպքերում, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքները։ Այս նախագծի հիմնական նպատակը հանդիսանում է այն, որ ընտրություններին եւ հանրաքվեին մասնակցելու պարագայում կարևորվի քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաև բովանդակային կողմը։ Ներկայացնում որ կառավարության կողմից ստացել են մի շարք նախագծեր, կառավարության առաջարկներ, կառավարության ներկայացնի առաջարկները, ասեմ, որ հեղինակների կողմից առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են, նախագիծը լրամշակվել է եւ այսօր էլ քվեարկության եմ դնելու հենց լրամշակված տարբերակը։ Այս պահին այսքանը, եթե կան հարցեր, պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Հարցեր նախագծի հիմնական զեկուցողին, խնդրեմ պարոն Ղազարյան։ Մեկ հարց, մենք հարգելի բացականների մասին կոնկրետ նշումներ ունենք, թե չունենք։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Այո, ունենք, ես բացառություն ասացի, որ հենց ի սկզբանե նախագծի սկզբնական տարբերակում ունենք երկու բացառություն, մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողների դեպքում եւ ապա նաեւ հանրային ծառայության հիմքով արտերկրում աշխատանքի մեկնածները, բայց կառավարությունը առաջարկել է նաեւ դիվանագիտական եւ հյուպատոսական աշխատանքներ իրականացնողների եւ ընտանիքի անդամների համար եւս սահմանել բացառություն, ինչը եւս ընդունվել է։ Արձագանք ունեք պարոն Ղազարյան։ Այո, ես մի առաջարկել անեմ, մտածենք այդ մասին, որ հարգելի բացակա համարվի նաև օրինական պայմանագրով արտերկրում աշխատող մարդիկ, որոնք օրինական, հաստատագրված, այսինքն ճանաչելի ձևով, ոչ թե խոպանում պայմանագիր կնքելու մասին է խոսքը, այլ լուրջ աշխատանքի մասին է, որը մասնավոր հիմնարկը հրավիրել է այդ մարդուն աշխատելու, որովհետև այդպիսի դեպքեր կա, ես հիմա ճշգրիտ ձևակերպումը դժվարանում եմ տալ, բայց այդ էլ պետք է հաշվի առնենք, որ ունենք մարդիկ, որոնք օրինական պայմանագրով գնում են, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դասախոսելու կամ, չգիտեմ, IT ոլորտում աշխատելու։ Այս պահը մենք, եթե կարողանանք գնել, որովհետև մենք ուզում ենք լավ բան անենք, եկեք մինչև վերջ լավ բան անենք, էլի չնեղացնենք այն մարդկանց, որոնք սիրում են այս երկիրը։ Շնորհակալ եմ, տեսեք, նախագծի քննարկման ընթացքում անընդհատ նման առաջարկներ ստանում ենք, նաև առողջապահական հիմքերով, առողջության հետ կապված խնդիրների հետ կապված, ինչպես նաև մարդիկ, ովքեր դրսում են աշխատում, բայց այսպես այստեղ հարկ են մուծում, ինչ որ տեղով ձեր ասած պայմանագրով են գտնում։ Ընդհանուր առմամբ բոլոր տարբերակներն էլ այս պահին քննարկվում են, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում եւս հաշվի կառնենք եւ կքննարկենք։ Ձեզ նույնպես շնորհակալություն, խնդրեմ պարոն Համբարձման, հետո Տիկին Մինասյան։ Տեսեք, նախատեսում եք այդ փոփոխությունը, որ տարվա կեսը պարտադիր անպայման բնակված լինի Հայաստանում, հա։ Եվ բացառություն նախատեսում եք դիվանագիտական, ասենք աշխատանքային հարաբերություն եւ մեծահոգի լինելով ուսանողական այդ գործընթացները, բայց անձի անհատի հետ կապված հազար ու մի պատճառով, անձի իրավունքի հետ կապված ընդհանրապես բացառություն չեք անում։ Հիմա ինձ ընդամենը մի հարց է հետաքրում, թե դա կանեք, չեք անի, թե խախտվում է անհատի ազատ տեղաշարժի իրավունքը, то չգիտեմ, էլ որ մի հազար սահմանադրական իրավունքներ։ Դուք գոնե գիտակցում եք, որ այս փոփոխությունը պարզապես հակասահմանադրական փոփոխություն է։ Ինչ կասեք Տիկին Ղազարյան։ Պարոն Համբարձումյան, մենք քննարկումների ընթացքում
նաև այդ հարցն ենք դիտարկել, արդյոք այս փոփոխությունները սահմանադրական են, հակասահմանադրական են, բայց ես ձեզ համար երևի բացառություն չեմ անի, որ նշեմ, որ մենք նման կարգավորում ունենք նաև թիմի մասին օրենքում եւ մենք առաջնորդվել ենք հենց այդ հիմքով, բացի դա մենք ունենք ՍԴ որոշում, որը խոսում է, դիրքորոշում է հայտնում նրա վերաբերյալ թե ինչպիսի բովանդակություն ունի քաղաքացիությունը եւ ինչպես կարելի է քաղաքացիության հիմքով բովանդակային հիմք հանդիսացնել ընտրություններին մասնակցելու համար, որ միայն քաղաքացիությունը չհանդիսանա հիմք քաղաքացու գալ եւ ընտրություն կատարել երկրում, որտեղ որ ինքը իր կենսական շահերը չի տեսնում։ Բացի դրանից ունենք բավականին մեծ ուսումնասիրություն միջազգային փորձի, որտեղ եւս կան շատ երկրներ, որոնք նման ցենզ սահմանում են։ Եվ դες կարող եմ վստահեցնել, որ մենք նման կարգավորում առաջին հերթին ունենք թիմ օրենքում եւ դա երբեւե հակասահմանադրական չի էլ համարվել։ Խնդրեմ, պարոն Համբարձման, արձագանք։ Նախ այդ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունը դա որակապես բոլորովին այլ բան է պետական ընտրություններին, հանրաքվեին, ազգային ժողովի ընտրությունների հետ կապված համեմատելը։ Կարծում եմ դա ընդհանրապես տեղին չէ։ Դրանք բոլորովին այլ ոլորտ են եւ այլ տրամաբանությամբ են կարգավորվում։ Հիմա ինչ վերաբերվում է դուք գտել եք միջազգային օրինակներ, այսինքն հարյուրավոր պետությունների մեջ հանգարց գտել եք մի քանի պետություն, որը այս նման կարգավորում է եղել եւ դա էլ արդարացնելու հանգամանքով։ Դες կարելի է այդ ձևի վարվել։ Կարծում եմ երևի չէ։ Գիտեք, երկու դեպքում էլ ընտրական իրավունքի մասին ենք խոսում, պարոն Համբարձման, եւ ես կարծում եմ երկու դեպքում էլ մենք իշխանություն ենք ընտրում համանման փոփոխություն է։ Վերջ։ Շատ լավ։ Դուք արձագանքեցիք, չէ՞, արդեն։ Խնդրեմ, Տիկին Մենասյան։ Շնորհակալություն, իրականում մի քիչ չպատկերացրեցի տեղաշարժման իրավունքը, սահմանադրական իրավունքը ինչպես է սահմանափակվում է օրենքով, բայց համենայն դեպս հարցս վերաբերվում է հետևյալին Տիկին Ղազարյան նախագծում նշված է, որ հերթական ընտրություններից առաջ 48-րդ օրը, իսկ արտահերթ ընտրություններից առաջ 28-րդ օրը հաշվարկվում է ըստ այդ օրվա դրա նախորդ 365 օրվա ընթացքում 183 օր գտնվել Հայաստանի Հանրապետությունում։ Ինչով է պայմանավորված այս 48 եւ 28 օրերի հանգամանք։ Օրենքով նախատեսված է 41 օր եւ 21 օր առաջ արդեն նախնական ցուցակների հրապարակման հետ է կապված, բայց այստեղ եւս մեկ շաբաթ ավել ենք նախատեսել, որպեսզի կարողանան ավելի շատ ժամանակ ունենան այդ նախնական ցուցակները հրապարակելու համար, բայց պետք է ասեմ, որ առաջարկներով չի սահմանվում վերջին 6 ամսում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկները, որ լրամշակվել են, չի սահմանվում, որ վերջին 6 ամսում Հայաստանի Հանրապետությունում գտնվել է, այլ սահմանվել է վերջին 2 տարում 1 տարի Հայաստանի Հանրապետություն, այդ փոփոխությունը արդեն լրամշակված տարբերակում կա, բայց ձեր հարցի ի պատասխան մեկ շաբաթ ավել ենք սահմանել նախնական ցուցակները հրապարակելու համար, որպեսզի լիազորված մարմինը կարողանա ավելի երկար ժամանակ ունենա ճշգրտված ցուցակներ հրապարակելու համար։ Արձագանք Տիկին Մենասյան։ Քանի որ ազգային ժողովի կայքում դեռևս ոչ լրամշակված տարբերակն է, հաջորդ հարցս կուղեմ երևի Տիկին նախարարին կառավարության առաջարկները լսելուց հետո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ հարցեր չունենք, այդ դեպքում խոսքը տրամադրում եմ նախագծի հարակից զեկուցող Տիկին Մենասյանից հետո, ձեզնից հետո է Տիկին նախարար լինելու, Տիկին Մենասյանի։ Ուրեմն հարցերս երևի հնչեցնեմ հարակից զեկուցման ընթացքում։ Տիկին նախարար, ստեղ ես կողմ եմ նաև առաջարկելու եմ դիտարկել առողջապահական նպատակներով Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելը։ Ստեղ մի փոքր բարդանում է հենց միգրացիոն ծառայության գործառույթը, որովհետև այդքան թղթաբանության ստուգումներ պետք է իրականացնել եւ բարձել արդյոք կեղծ տեղեկանքներ կարող են քաղաքացիները բերել թե կրթության իրավունքի իրացման հետ կապված, թե նաև առողջապահական նպատակներով արտերկրում գտնվելու մասով, բայց կարծում եմ սա կարևոր նկատառում է, որովհետև քաղաքացին, եթե մենք բովանդակային կողմն ենք նաև նայում Հայաստանի Հանրապետության հետ կապը, հնարավոր է ոչ իր կամոք առողջապահական նպատակներով գտնվում է արտերկրում եւ իր առողջությամբ է զբաղվում, որտեղ այլ ընտրանք Հայաստանի Հանրապետությունում չի գտել եւ այդ պարագայում իրեն զրկել ընտրության իրավունքից կարծում եմ մի փոքր անարդար կլինի։ Այստեղ նաեւ կարեւորում է մեծ նախագծի մեջ հենց մեր բիոմետրիկ անձնագրերի
եւ նաեւ հնարավոր բոլոր թվայնացման գործիքները ներդնելը ավելի շուտ, քան կարող է գալ հաջորդ համապատասխան ընտրությունները, որովհետեւ այս պարագայում միգրացիոն ծառայությունը ավելի հեշտ գործիքակազմ կունենա ստուգելու թե անձի արտերկրում գտնվելը, թե այլ քաղաքացիություն ունենալը, որովհետեւ հնարավոր է այլ երկրում գտնվի, բայց Հայաստան մուտք ու ելք իրականացնի այլ անձնագրով, այլ քաղաքացիության անձնագրով։ Նախագծի հիմնական նպատակը իրականում ես մեր ընդդիմադիր գործիչների համար շեշտեմ, երբ իհայտ եկավ այն թեզը մամուլում, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող մեր հայրենակիցներին շահագրգռում են այս կամ այլ նպատակներով, թե նյութապես, թե ոչ նյութապես գալ Հայաստանի Հանրապետություն եւ ընտրություն կատարել, մեր ստեղ ապրող քաղաքացիներից ահռելի ծավալի բողոք ենք ստացել։ Ու իրականում այդ բողոքը հիմնականում միտված եղել նրան, թե ինչի ես պիտի ստեղ ապրեմ, իմ երեխաներին մեծացնեմ, հարկ տամ, մեր ապագային միտված, պետության ապագային միտված քայլեր իրականացնեմ եւ իմ տեղը որոշում կայացնեն անձինք, որոնք որ Հայաստանի Հանրապետության հետ էականորեն կապ չունեն։ Իհարկե մեր աշխարհասփյուր հայությունը սրտով կարող է կապված լինել Հայաստանի հետ եւ գալ մեծամասամբ օրինակ Հայաստանի Հանրապետությունում ամառներ անցկացնելու, ինչ որ ածակուրտ անցկացնելու նպատակով, բայց իրականում տեղում գտնվելու պարագայում միայն կարող ես ներքաղաքական իրավիճակին շատ լավ ծանոթ լինել, որովհետեւ դրսում ազդեցություն ունի մեդիան, դրսում ազդեցություն ունի որոշակի կազմակերպություններ, որոնք որ հիմնականում միտված են ապոպետական գործունեությանը, դրսում ազդեցություն ունեն նաև չեմ ուզում շատ ավելի քաղաքական տեքստեր ասեմ, համենայն դեպս դրսում ապրող քաղաքացին էապես տարբերվող կարծիք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունում ներքին զարգացումների վերաբերյալ։ Իսկ ստեղ առնվազն գոնե ռեզիդենտության ցենզը սահմանվող գիտեմ, որ երկարացնելու ենք իհարկե օրերի քանակը, բայց համենայն դեպս ստեղ կենսական շահեր ունեցող քաղաքացիները ավելի հստակ գիտեն ինչպես կարող են Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշել իրենց ընտրությամբ։ Նախագծին միանշանակ կողմ եմ, բայց կխնդրեմ նաև դիտարկել այդ առողջապահական նպատակներով արտերկրում գտնվելու հոդվածը մի փոքր լայնացնելը, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։